Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ մեր տաղավարում։ Պարոն Գալստյան, փորձենք ամփոփել տարին, ինչպիսի տարի էր։ Սկսենք հենց ձեր գործից, փաստորեն անազատության մեջ եք եւ որից հետո խոսենք ինչ է կատարում քաղաքապետարանում, որովհետև հիմա բավականին ակտիվ եք նաև այդ ասպարեզում որպես ավականու անդամ եւ կանրադառնանք դեկտեմբերի 23-ի ավականու նիստին, այնտեղ բավականին մեծ վեճ փաստորեն ծագեց եւ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ ընդդիմադիրներին հիշեցնում էր իրենց լայնքերը նեղացնելու իր կոշտ այդ գործողությունների մասին, ընդդիմությունը ձեզ մեղադրեց, որ չեք միանում ընդդիմադիր ուժերին եւ չեք բոյկոտում նիստերը, դուք ձեր պարզաբանումներն արեք, տվեցիք, քանի որ մոնտաժված տեսանյութեր։ Ես կխնդրեմ այդ պատմությունը ձեր կողմից ներկայացնել, ինչպես ստացվեց եւ ընդհանրապես հանրությանն էլ այդ հարցը շատ հուզում է, հանրային ձայնը հիմա ընդդիմադիր է, թե իշխանական է։ Սկսենք քրեական գործերից, ու կարելի ասել 25 թիվը որոշակի են թունելի վերջում լույս է երևաց, Փարքասո ընտանիքս բոլորը տանն են, ճիշտ է դեռ մեղադրելի կարգավիճակով, բայց հիմա էլ հայրենի դատախազությունը նոր գործելավոճավոր թե գրե, արդեն երրորդ ամիսն է ոչին, ոչ տղայից, ոչ կնոջից գործով դատական լիստերը տեղի չեն ունենում, դատախազները կամ արձակուրդ են, կամ զբաղված են, ոչինչ կարծում սա էլ կանցնի, սա քրեական գործի հետ կապված, նախորդ ելույթում մեր հանդիպման ժամանակ մանրամասը խոսել եմ, չեմ ուզում կրկնվեմ, իրանք են հասկանում, որ գործը որևիցե հեռանկար չունի, հիմա փորձում են սենց բան, սա գործի հետ կապված։ Առաջինը սա էր, ինչա կատարվում քաղաքապետարանում եւ դեկտեմբերի 23-ի նիստի հետ կապված։ Ես այս 3 տարին, որ անցկացրեցինք անազատության մեջ, դուրս գալուց հետո իմ համար նոր իրողություն է։ Նոր իրողություն է ինչ մասով, որ կորել է տրամաբանությունը քաղաքական դաշտում։ Ձեր ասած միջադեպի հետ կապված չեմ կարող ասել, թե Տիգրան Ավինյանը ինչի համար, որ պայից ինքը այդքան արդեն զայրացավ, հունից դուրս եկավ։ Չէ, դե նայեք, ասենք նիստերի ժամանակ հետևյալ կարգավիճակն է, այդ միկրոֆոնները որ դրած է, բոլորից դիմացը։ Ասենք ես կարող աստեղ Տիցուկ Վահան Ավագյանի հետ զրուցեմ, դիմացի շարքը չի լսում։ Բայց քանի որ բոլոր միկրոֆոնները միացած են, Տիգրան Ավինյանն այնտեղ նստած գրեթե լսում է, ով ինչա նույնիսկ շշուկով խոսում։ Ես չեմ կարող ասել, թե ինք այդ պահին շշուկով դրանց որ ռեպլիկան է լսել, որից հետո եղել է այդ արձագանքը, բայց հաստատ նշ է, որ կապված էր իմ ելույթի հետ կամ իմ խոստույթի հետ։ Չեմ կարող որևիցե բան ասեմ, որտեղ նույնիսկ չեմ էլ հարցրել հետագայում, թե ինչն էր պատճառը, ոչ ինձ հետաքրքիր էր։ Սա այդ մասով մտառնամ տրամաբանության կորստին։ Վահան Ավագյանը իր հերթին հանրային ձայն խմբակցությունով հանդիպել էր մեր ընդդիմադիր գործընկերների հետ, առաջարկել էր հետևյալը, որ Արտակ Գալստյանի ազատության մեջ գտնվելուց հետո արդեն ձայների հարաբերակցությունը Երևանի քաղաքի ավականիում փոխված է։ Այսինքն մեր 3-ի միավորումը տալիս է 33 ձայն, իրանք 32 են։ Եկեք բոլորս միավորվենք, անդրադառնանք եւ պետական турքերին եւ նրան։ Որևիցե առարկություն այդ թեմայով մեր հետ կապված չի եղել։ Մենակ ազգային ժողովում քաղաքաբանտարկյալների հետ լսումների ժամանակ հանդիպել եմ Սամվել Հակոբյանին, Ռուբեն Հակոբյանի որդուն, ինքը նորից ասեց բոյկոտ, եւ ես եւ այնտեղ սենյակում գտնվող այլ անձիկ նույնպես մեր ընդդիմադիր ճամբարից իրան նույնպես բացատրեցին, որ եթե կա այս տարբերակ, ինչ բոյկոտի մասին է խոսքը, գնացեք ձեր կամքը արտահայտեք։ Եկանք հասանք նիստի օրը։ Հանրային ձայնը մեզանից 3 հոգի առանձնացած են, ես անձամբ զանգել եմ, խնդրել եմ մարդկանց, որ եկեք եւ դեմ քվեարկեք։ Այսինքն հանրային ձայնը իր ժողովրդի կողմից ստացված 7 մանդատով ներկա էր եւ բոլորը պատրաստ էին դեմ քվեարկել։ Այսինքն ձեր խնդիրն է բոլորի ներկայությունը ապահովել նիստերին։ Ընդհանրապես։ Մյուս ճամբարից չէր եկել 9 հոգի։
Իրանք չեն կարողացել ապահովել։ Եկան, բա վերջի պահին եկել են, բա նոր շատ կոպիտ ձևով, բա մի խոսքով եկան բոյկոտում եք, եթե չեք բոյկոտում, հեսա տեսեք ինչ են կանում, իմ հետ չեն խոսացել, Վահանի հետ են խոսացել, նույնիսկ նիստի ժամանակ հելը բանը հայտարարեցին, որ ով հանկարծ քվեարկի այսքան չբոյկոտի, Նիկոլա Կանա մի հատ նորից կրվի միջադեպ էր այդ ժամանակ եղավ էլի քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետության հետ։ Հիմա այդ քննարկման ժամանակ իրանց հետ արդեն ես եմ հանդիպում, ասում եմ ժողովուրդ ջան, իշխանությունը օգտվել է իր նախագիծ բերելու իրավունքից, 21 հատ վերել է չզեկուցող հարց, որի այդ 21-ից 20-ի հետ դուք էլ եք հաշտ, այնպես ինչպես մենք, որտեվ մանկապարտեզների խնդիրները, դպրոցների խնդիրները, 4 արցախցի ընտանիք բնակարան պետք է ստանա, այսինքն մի փաթեթով մի քվեարկություն է։ Լուծումը որն է։ Քայլ առաջին մենք պետք է քվեարկենք, որ այս չզեկուցվող հարցը պետական թուրքերի դառնա զեկուցվող, նոր որից հետո քվեարկենք, կամ դեմ, կամ կողմ։ Բայց ամբողջ կուրիոզը կայանում է նրանում, սա օրենքի բացակամ, օրենքի խնդիր է, չնայած չեմ կարծում, նաև քրեական օրենսգրքում այդպես, քաղաքացիական օրենսգրքում այդպես, որ եթե նոր բերած փոփոխությունը չի անցնում, ավտոմատ կերպով գործում է հինը։ Այդ հարցը մենք բարձրացրեցինք, քաղաքապետը պատասխանեց, որ քանի որ ոչ մի բան չի փոխվել անցյալ տարվա վրա, ընդ որում անցյալ տարվա պետական թուրքի ժամանակ հանրային ձայնը բոյկոտել է։ Բոյկոտեցինք, էլի մնաց նույնը։ Համար վերել եմ չզեկուցվող։ Ու կպնդեմ քվեարկես, մնաց չզեկուցվող այդ հարցը։ Այսինքն եթե մենք նույնիսկ բոյկոտում ենք, կար երկու տարբերակ, կամ դեմ ենք քվեարկում, անցնում ենք 21-ներ, կամ բոյկոտում ենք, 21-ը չէին անցնում, բայց պետական թուրքը չէր փոխվում։ Այսինքն կարմիր գծերը մնում են նույնը, տրանսպորտը մնում է, սաղ մնում է նույնը։ Մենք մարդկանց բացատրում ենք, ասում ենք, ժողովուրդ, եկեք մի քիչ գոնե անկեղծ եղեք, էլի։ Այս մարդկանց, որ արցախցիներին քաղաքապետանը որոշել է բնականon հատկացնել, դուք դրան եք դեմ։ Թե մանկապարտեզի շինարարությանն եք դեմ։ Չէ, բոյկոտ։ Այսինքն փորձեցին ինչ անեն, այն որ իրանք չեն կարողանում համախմբվեն, չեն կարողանում իրանք ժողովրդին բերեն։ Դա փորձեցին գցեն մեր կոպիտ ասած, ժողովրդական լեզվով ասած, հանրային ձայն խմբակցության կերպանը։ Այդ էլ չստացվավ, փառք Աստծո, որտեղ նույնիսկ ազգային առաջընթացից նորից անուններ չեմ տալիս, եթերներում կա, ձայնագրության մեջ կա, անունը չեմ տալիս ինչի համար, որտեղ չունեմ այդ իրավունքը, այդ մարդը ամենայն դեպս ինձ այդ իրավունքը չի տվել, նույնիսկ ազգային առաջընթացից մարդիկ բարձրացան, ասին, բայց հանրային ձայնից ինչ եք ուզում։ Ապահովեին քվեարկենք։ Հիմա ասեմ ավելին, որպես ընդհանրապես այս խոսակցությունները փակվի, մյուս նստաշրջանի ժամանակ տոներից հետո հանրային ձայնը բերելու է նախագիծ։ Տրանսպորտի գների իջեցման, կարմիր գծերի իջեցման։ Հիմա որպես այդ նախագիծ անցնի, սա այն դեպքն է, որ բոյկոտով չի կարող անցնի, ոչ մի ձև, ասկի որ այդ բոյկոտ բառը մոռանան այս մարդիկ։ 2.5 տարի է ինչ եկել են, առավոտը ծիրիկուն գոռում են, մենակ բոյկոտ։ Լավ այն ժամանակ գալիս են արտակը կանանքի տակեր։ Ես արդեն երրորդ նիստ եմ գալի ավականում։ Միջալոց նախորդ ավականու նիստի ժամանակ այդ զեկուցվող չզեկուցվող հարցերի հետ կապված իրանցից եկան դիմեցին հանրային ձայնին, բա մենք ուզում ենք նենց անենք, որ այն հարցերը, որոնք որ հանձնաժողովներում ստանում են բացասական եզրակացություն, ավտոմատ կերպով դառնան զեկուցվող։ Ասենք մենք հաշտենք դրա այդ ժողովուրդը։ Բայց զեկուցվող են դառնում ինչի համար իրենց համար։ Չէ, այսինքն մտնի քննարկումը։ Նկատի ունեմ քննարկում չի ստացում այսպես թե այնպես իրենց կողմից։ Չէ, դա հարցի երկրորդ կողմն է, որ գոնե փաթեթով սեզ չբերեն, որ մենք ստիպված չնայենք Այսինքն թափանցիկություն են ուզում այդպես ապահովել։ Թափանցիկությունից բացի, որ նաև փաթեթով չլինի, որտեղ երբ որ դու 20 հարց բերում ես չզեկուցվող մեկը շատ վատն է, մենք արդեն ստիպված մտածում ենք, ասում ենք լավ, Բայց ֆրակցիայում քննարկումը որ գնում էր, ես տղաներին էի ասում, ասում էի լավ, հիմա դուք պատկերացնում եք, այս 4 ընտանիքը որ պիտի բնական ստանա։ Դուք դրա մասին էլ ասեցիք։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, այս մեր ներքին կոնֆլիկտի, մեր ներքին անհամաձայնության համար, այսինքն այս մարդկանց, եթե նույնիսկ 1 ամիս պիտի զրկենք այդ բնականը ստանալուց, առավոտից իրիկուն արցախցիներից ենք խոսում։ Գուցե գումար չունեն արդեն վարձով մնալու կամ։ Ասում դուք հասկանում եք, մենք հիմա ինչի մեջ ենք մտնում։ Սա է խնդիրը։ Անդրադառնամ զեկուցվող չզեկուցվողին։ Այկան առաջարկեցին։ Մենք համաձայնվեցինք։ Դրեցին քվեարկության։
Հավաքես 18 ձայն, 33-ի փոխարեն։ 18-ից 7-ը հանրային ձայններ։ Դուրս ենք եկել, ասում եմ տղաներ, մյուս անգամ էլ մեր հետ ոչ մի բան մի առաջարկեք էլի, որովհետև ձեր հետ անհնար է աշխատել, ձերը պոպուլիզմ դա։ Հելն է, գորակ, ճովակ, ճչակ, վիրավորեք, անկապ, կոնֆլիկտ սարքեք, նկարվեք, լայվ անեք, գնաք։ Խոսքը Հայաստան խմբակցության մասին է։ Հիմնականում Մայր Հայաստանն է։ Մայր Հայաստան։ Դες վերջի երկու նիստերի ժամանակ գոնե թե ազգային առաջընթացից նման բան չեմ նկատել, Mä չգիտեմ իրանց մոտ ինչա փոխվել, չեմ կարող ասեմ դա մեր շնորհքն է։ Հիմա ամեն դստաշրջան, ամեն մարդ երևի իր վարկն ու վարկը ինչ-որ մի ձև վերանայում է, բայց գոնե թե այս վերջի երկու նիստերի ժամանակ, ընդ որում երկու ստեկ է, հիշում եք այն նոր ավականի, որ ձևավորվել էր, անընդհատ Հայկ Բարուքյանի պատճառով երևի իրանց ներքին նախկին կուսակցականով քաղաքացիական պայմանագիրը քանի որ իրանց վրա հարձակվում էր, ազգային առաջընթացն էլ պատասխանում էր։ Հիմա այս ոնց որ երկու ստեկ ոչ դրանք են հարձակվում, ոչ սրանք են մի քիչ այդ կողմը խախտվում։ Այսինքն ինչպես երեք պարոն Ավինյանն էր Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ ասում, չեն քաղաքականացնում քաղաքային հարցերը։ Քաղաքային հարցերը չեն այս վերջի երկու նիստի ժամանակ համենայն դեպս տենց են առաջվա սուր բան չեմ նկատել, Քավլիցի ազգային առաջընթացը կայացած խմբակցությունը։ Որտե պարոն Ավինյանն ասում էր, բոյկոտում են, այդ բոյկոտը նրա համար է, որ ոչ թե իրականում քաղաքային իշխանությանն ինչ որ ասում, որ այս գործը չես անում, այլ քաղաքական նպատակով են օգտագործում այդ բոյկոտները, քաղաքական հարցեր են բարձրացնում։ Ընդհանրապես։ Դուք էլ եք դա այցում։ Նույնն էլ ես եմ ասում։ Նայեք, թե ինչու են հիշում Ռոբերտ Քոչարյանին, ինչի են հիշում։ Երկու ստեկ է։ Չէ, այդքան տեղը օբյեկտիվ լինենք, որտեղ քաղաքացիական պայմանագիրներ, երբ որ նույն քաղաքային հարցերը գնում է, փոխանակ երբ որ Մայր Հայաստանը որոշակի ինչ որ օբյեկտիվ բան առաջարկում է, որպեսզի փոխանակ դրա այդ թեմայի շուրջ խոսան, սկսում են խոսալ, այ տեսեք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այս մարդիկ գոռում են, ասում են մեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը չէ, Անդրանիկ Թևանյանն է, սրանք մեկ ասում են, չէ, դուք Ռոբերտ Քոչարյանն եք, ու տես դառնում է այն ազգային ժողովը։ Ավելի բետար ասեմ, այն Հայկո Մկոն լավ ստենդափ ունեն, չէ, որ ասում է երկու ստեղ ճիշտ եք։ Մոտավորապես վերջում դառնում է այդ իրավիճակը, արդյունքում նիստը ձգձգվում է, հարցերը մնում են, հարցը կորում է, նայողն էլ հիասթափվում է, ալիքը փոխում է։ Սա սրա հետ կապված։ Այսինքն նորից եմ կրկնում, ինչ կապված է 23-ի նիստին, եթե բոյկոտում էինք, այն 20 հարցը չէր անցնում, բայց պետական турքը մնում էր նույն 160,000-ը կարմիր գիծը, կրկնում եմ, որը որ 25 թվականի ընդունված որոշումներ 24-25-ի բյուջեով էր կատարվել, որը հանրային ձայնը բոյկոտել էր, այսինքն մենք դրա հետ կապ չունենք։ Մոտավորապես որպեսզի հեռուստադիտողներ պատկերացնի, sense ասեմ ձեզ, հիմա պատկերացրեք Հայաստանի Հանրապետությունում կա մահապատիժ գոյություն չունի։ Հիմա ազատազրկում է։ Հիմա պատկերացրեք, ասենք դիցու քաղաքացիական պայմանագիրը նախագիծաբերել, ասում է ուզում ենք մահապատիժը մտցնենք։ Հիմա եթե այդ մահապատիժը չի անցնում, մնում է նախկին 5 ՍՄՀ, այն նույն կարգավիճակը, կարգավորումը գործում է տվյալ դեպքում։ Ես տենց էլ չկարողացա հասկանամ, թե այս մարդկանց տրամաբանությունը բոյկոտի, իմինը կոնկրետ բոյկոտ ինչի հետ է կապված։ Երբ որ իրանց հետ զրուցում ես, Լրիվ Թումանյանի Կիկոսի մահի մեջ չենք մտել։ Ասում է դե մենք տվել ենք դատարան, մենք արդեն այս Միացյանը շահել ենք, դե հələ 3-4 ամիս հետո վճարաբեկ կա, կարող է էնել շահենք, ասում ժողովուրդ դուք հասկանում եք ինչի մասին եք խոսում։ Ասում հիմա եթե դուք համոզված եք, որ պետք է այն դատարաններ շահեք, այդ դեպքում ես ձեզ մի տրամաբանական հարց եմ տալի։ Հիմա ինձ ուզում եք ասեք, որ դատական համակարգը այտենց մեր մոտ հալալ զուլալ արդար է, Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ չի գտնվում։ Ասում չէ։ Ասում եմ, բա որ չէ, դուք ո՞նց եք կանխատեսում վճարաբեկ դատանի որոշում։ Ինչ ա լինելու, քանի ամիս հետո ա լինելու։ Ու դրա համար մենք այսօր այս 20 հարցը պետք է հերն անեցենք, ընդ որում մեջը Երևանի զարգացման ծրագիրն է մտցված։ Այսինքն սա դնում ենք, ջարդում ենք, փշրում ենք, ինչա որ դուք ելնեք, ասեք մենք բոյկոտ արեցինք, Մայր Հայաստանի կոչով բոյկոտ արեցինք։ Սա էլ անցակ։ Եվս մի հանգամանքի, այնտեղ նաև արդեն ուղակի չի հնչում, բայց միջև էլ հնչում, ուղակի տեղն եկել է հիմա դրա համար եմ ասում։ Ասենք մեզ մեղադրում են հանրային ձայն քաղաքացիական պայմանագրի հետ պայմանավորվածությունների մեջ եկած լինելով, այդ հարցի միջայլոց Դե ձեզ անդադ հիշացնում են, որ Տիգրան Ավինյանի աթոռին լինել եւ դա կապում են իմ քրեական գործի հետ։ Հիմա նայեք, մենք ունենք մի հատ հետաքրքիր իրադրություն, ի տարբերություն իրանց ես մեղադրանքներ չեմ ներկայացնում, այլ ընդհանրապես գնում եմ իրանց տրամաբանությամբ։
Լավ, Գալստյան Արտակ, քրեական մեղադրանք, ապրիլի 13-ին 23 թվականի ես կալանավորվել եմ, 23 թվականի հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանը ընտրվել է քաղաքապետ։ Հանրային ձայնը եկել է դեմա քվեարկել, որի մեջ որ մեզ մեղադրում են։ Դրա մասին խոսացել եմ, ել չեմ ուզում խոսալ։ Հիմա մեզ ասում են, այ Արտակ Գալստյանը պայմանավորվեց։ Դրանից հետո Արտակ Գալստյանի որդին կալանքից դուրս են եկել 25 թվականի դեկտեմբեր ամսին։ Ինչքան երկար եք պայմանավորվել Գալստյան։ Կինս էլ 4 ամիս հետո։ Սա մեկ։ Հիմա վերցնում եմ Մայր Հայաստան խմբակցություն, որը իմիջիալոց հենց այն մարդը, որը այդ մեղադրանքը հնչեցրել է մեր հասցեին։ Մեր շատ հարգելի քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյան։ Մեղադրվում է նույն հոդվածով, ոնց որ Սամվել Կարապետյանը, մեղադրվում է նույն հոդվածով, հոդվածի նույն մասով, ոնց որ Միքայել Հաչապանյանը։ Կալանքի տակ է գտնվել 1 ամիս, 3 եղել է դատավճիռը տուգանք։ Սամվել Կարապետյանը 6 ամիս է կալանքի տակ է։ Միքայել Հաչապանյանը նույն հոդվածով դատապարտվել է 2.5 տարվա։ Ես նույն հարցը տվել եմ իր տղային։ Ասում հիմա այս իրադրության մեջ, եթե շարժեմ քո տրամաբանությամբ, ես հիմա պետք է բարձրանամ, ասեմ այ դուք վաճառվել եք քաղաքացիական պայմանագրին, որտեղ քո հորը տենց։ Տարբերակ առաջինը դա է։ Տարբերակ երկրորդ ես պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը, իրավական, քննչական, դատախազություն գործում է իդեալական։ Ասում եմ, դու գիտես իմ հայրը հիվանդ է, ասում ես գիտեմ, բայց Միքայել Հաչապանյանն էլ է հիվանդ։ Նույնիսկ շաքարը չեն կարողանում միջեցնել, որ այդ մարդուն համապատասխան։ Մարդը նույնիսկ հիվանդանոց չէին տանում։ Նույնիսկ չէին տանում։ Ինչի՞ եմ ասում, ես նոր կրկնում եմ, ես նորից եւս մեկ անգամ, ես չեմ մեղադրում։ Ես ուզում եմ ուղարկել հասարակության մեջ մարդու մասին դատեն, ոչ թե ենթադրություններով, ոչ թե մեդիայի ֆեյքային հարձակումներով, այլ փաստերով։ Այո, ես չեմ կարող ասել, որ Ռուբեն Հակոբյանը վաճառված է, որտեղ ինքը մինիմում պաշտպանված է անմեղության կանխարգելքով։ Ասենք, կարամ ուրիշ բան էլ ասեմ։ Ասենք, միգուցե իշխանությունը հենց դիտավորյալ այդպես էլ արել է, որ որոշակի մարդիկ մտածեն, որ ինքը վաճառված է։ Ասենք, դրանով արդեն մի հատ եւս մեկ ընդդիմադիրի։ Տարբերակ առաջին դա է։ Հա, կարամ մտահոգվեմ, ասեմ, ինչ կալանքից դուրս եկեն ընդհանրապես որևէ հրապարակային ելույթ չունի, բայց մարդը կարող է իրոք առողջական խնդիր ունի։ Այսինքն, ի տարբերություն իրանց ես առաջնահերթ մտածում եմ միայն լավը, վատը կարամ ասեմ մենակ այն դեպքում, երբ որ այդ փաստը ոնց որ այս միկրոֆոնը ես կտենամ իմ աշկերով։ Այսօրվա 21-րդ դարի նանոտեխնոլոգիաների ընթացքում իս նույնիսկ տեսանյութը ոչինչ չի կարող ապացուցի։ Որտեղ ում վրա ինչ ուզենաս կարաս սարքես, մեր իրավական համակարգում ում վրա ինչ մեղադրանք ուզենաս կարաս առաջադրես, մեդիան գտնվում է իրաց ձեռը, ինչ ուզենան կարան անեն։ Ես այդ նույն բանը ասել եմ իրանց, հիմա նորից կրկնվում եմ։ Այս ամբողջ ընդդիմադիր դաշտի մեջ սրանով նաև պատասխանում այդ հարցին, թե մենք ընդդիմադիր ենք, թե չէ։ Ես շատ կերազեի, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ընդդիմադիրները լինեին մեր նման։ Բայց ինչ վերաբերում ասենք Մայր Հայաստանին, եւ իրենց հետ աֆիլիացված ուժերին կամ իրենց ղեկավար ուժերին, ինչպես մեղադրում են կրկին ու նորից եմ ասում։ Իմ համար իրենց ղեկավարը Թևանյան Անդրանիկն է։ Անկախ նրանից, որ Թևանյան Անդրանիկը եղել է Մայր Հայաստանից։ Մարդը դիմում է գրե դուս եկե։ Իմ համար դա է փաստը։ Ունի իր ուժը, Քավլիցի իր ուժն է։ Մեր ընդդիմադիր գործընկերն է, ես իր դեմ ոչ մի բան չունեմ։ Բայց եթե գնում ենք իրենց տրամաբանությամբ, ասենք, ով դուք լավ գիտեք 16 թվականին, թե Հանրապետական կուսակցությունը իմ գլխին ինչ բերեց, նույն ձևի կալանավորեց, հա, ընտանիքի չեն կպել։ Բիզնեսները փակեցին, բայց ընտանիքին չկպան։ Հիմա նայեք, այս ուժը մեկ հանրապետականին է հայհոյում։ Մեկ հանրային ձայնին։ Ես ուղղակի իրանց էլ եմ ասել, ստեղից էլ փորձեմ էլի, ասեմ, տղաներ, ոչ մեկ չի վիճարկում, որ դուք ընդդիմադիր չեք, դուք ընդդիմադիր եք, ի տարբերություն ձեզ։ Բայց կլինի, որ դուք նորմալ քաղաքակիրթ ձևով պայքարեք իշխող կուսակցության դեմ։ Եթե հիմա վեկալենք իրանց ավականու ելույթները ու լայվերը, գոնե թե այն ընթացքում, երբ որ ես եղել եմ կալանքի տակ, եթե իրանք ունեցել են 3 ելույթ, 3 ելույթից 2-ը նվիրված ա եղել հանրային ձայնին, որ ինքը ընդդիմադիր չի։ Հանրային ձայնը ընդդիմադիր չի, ազգային առաջընթացը ընդդիմադիր չի, հանրապետական ընդդիմադիր չի, իրանք միակ ընդդիմադիրն են։ Դա էլ ճիշտ մոտեցում չի։ Ես ուսում եմ այս խոսքերս Մայր Հայաստանի ղեկավար կազմը, որը որ ավականից դուրս է գտնվում, կլսի գոնե թե որոշակի
ըստ այդմ գործողություններ կատարի։ Օրինակ նայեք, հասարակ օրինակ եմ բերում Էդմոն Մարուկյան, Լուսավոր Հայաստան, գլխավոր հյուպատոս, այսօր ձեռք ա բերել ընդդիմադիր կեցվածք։ Հիմա կհավատան մարդիկ դրան չեն կարող հավատան, բայց ամեն դեպքում մարդը արտահայտում է մտքեր, ասում է խոսքեր, որ քննադատում են, ընդ որում ինքը քանի որ բավականին խելացի անձնավորություն է, իրավաբան է, բավականին հիմնավորված է ասում։ Հիմա ես նայում եմ մեկ-մեկ, ասում եմ, հա լավ, կարելի է ասել, որ կոպիտ ասած քեզանից ինչ ընդդիմադիր դու եղել ես տեղ, աշխատել ես իր հետ, աշխատել ես էլ, բայց այն ինչ որ ես պիտի ասեմ, դա բոլորը գիտեն։ Բայց այսօրվա դրությամբ նույն Լուսավոր Հայաստանի նախագահան ասում է այնպիսի բառեր տալիս, այնպիսի ձևակերպումներ, որ այն ընտրողը, որ այդքան էլ քաղաքականացված չի լսում, բնականաբար հիասթափվում է իշխանությունից։ Հիմա իր ձայնը կտա Էդմոնին, թե կտա Արտակ Գալստյանին, թե Հանրային ձայնին, թե Մայր Հայաստանին, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Այսինքն եթե ես այս պահին, երբ որ Էդմոնը քննադատում է իշխանությանը, մենք հելում ենք ասում ենք, բայ չէ, ինքը սուտ ասում, ինքը սենց է, ինքը նենց է։ Որովհետև ինքը սենց, ինքը նենց, ինքը նենց, բոլորը գիտեն, որ այդ մարդը եղել է երկդաշինքից։ Բոլորը գիտեն, որ եղել է կառավարության կազմի մեջ։ Այնքան է խոսացվել դրա մասին, որ ասենք անընդհատ դրանով ասես, այսինքն դու ինչ ես ուզում ասես, որ ընտրողը երբ որ Էդմոնը քննադատում է իշխանությանը, ընտրողը իրան չհավատա, որ Էդմոնը սուտ է ասում։ Հիմա այդ մարդը խոսում է Թրամփի միջանցքից ու ճիշտ բանաձև է բացատրում։ Ես բարձրանամ ասեմ, որ այ չէ իրան մի լսեք, որովհետև ինքը նախկինում աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս նոր ազգային ժողովում նույն բանը ասել են մեր ընդդիմադիր մյուս գործընկերներին, ասում ճիշտ եք ասում։ Էդմոնը աշխատել է Նիկոլ Փաշինյանի մոտ որպես դեսպան, բայց եկեք չմոռանանք 18 թվականին ով է քվեարկել, որ Նիկոլը դառնա վարչապետ, ով է հետը կոալիցիա կազմել, եւ ով է 6 ամիս աշխատել։ Հիմա եթե դուք 6 ամիս նախարար աշխատելուց հետո այսօր ձեզ համարում եք ընդդիմադիր, ճիշտ էլ անում եք։ Ասենք գրեթե ներքաղաքական ներքին կյանքում լիազորություններ չունեցող Էդմոնից Քավլիցի տպավորություն չլինի, ես Էդմոնի գովքն եմ անում։ Նույն օբյեկտիվությունն եմ ասում։ Ընդհակառակը, եթե վեկալում եք ընդհանուր համացանցային, Էդմոնը բազմաթիվ անգամներ շատ սուր արտահայտվել է մեր հասցեին, ես ինքս ինձ տես բան թույլ չեմ տվել, բայց մեր նախկին գործընկերներ շատ սուր արտահայտվել է իր հասցեին, բայց օբյեկտիվությունը սա է։ Եթե մեր խնդիրը իշխանափոխությունն է, այո ես գտնում եմ որևիցե ընդդիմադիր իրավունք չունի քննադատի մեկ այլ ընդդիմադիրին։ Եթե կան խնդիրներ, իրանք պետք է հավաքվեն, ներքինով լուծեն ու դա երբևիցե չհրապարակայնացնեն, որտեղ իշխանությունը կարողանում է շահել մենակ մի բանի պատճառով, որ ինքը կարողանում է պարակտի ընդդիմությունը։ Տվյալ դեպքում մեր ընդդիմադիր գործընկերները նույն գործողություններով են շարժվում։ Այսինքն կոպիտ ասած չբոյկոտեցին, սպասեք, ես մի ընդդիմադիր ուժին գնանք վարկաբեկենք։ Լավ որ վարկաբեկեցիք, ձեր ձեներն ավելանալու, իհարկե ոչ։ Ամեն ուժ ունի իր սպეციფიკան, ունի իր սպեկտրը, այդ սպեկտրն էլ իրան ձայնա տալիս։ Ընդ որում այնքան է արդեն տարանջատված, որ գրեթե մոլորյալ մասը չկա, կա հիասթափված մասը, որի հաշվին քաղաքացիական պայմանագիրը հույս ունի, այսինքն քիչ մասնակցության շնորհիվ ձայներ հավաքելու, իսկ իրանք այս անընդհատ իրանք այս հայախառները, այս աղմուկը, որ բարձրացնում են, իսկ աղմուկի տակ նորմալ իրական ձայնը չի լսվում, այս աղմուկով իրանք դե ֆակտո օգնում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությանը։ Իրենք են օգնում եւ ոչ թե հանրային ձայնը։ Այդպես է ստացվում ձեզ։ Ես Էդմոնի մասին պատահական այդքան չխոսացի, որովհետեւ ոչ մարկային, գոնե քաղաքական առումով մենք բավականին լուրջ հակասություններ ունեցել ենք, բայց հիմա այդ մարդը, ես իր պատկաստները նայում եմ, բավականին գրագետ կերպով ռուսերեն խոսքա, թե հիմա ասեն ռուսամետա, պապոլոշկա раскладывает այն ամենը ինչ եղել է։ Լսում ես խոսքը հետաքրքիր է, եթե մարդը գիտակից է լսում է, կարողանում է համատի, լավ գոնե 1% էֆեկտիվություն կա, որ այն թևից ձայները կգան այս թև, իսկ այն ովքեր որ ընտրություններին չեն ուզում մասնակցեն, դից էլ գոնե մի 5% կգա, հիմա դա օգուտ է ընդդիմությանը, թե չի օգուտ է։ Սերժ Սարգսյանը աշխից լույսը չի, այդ մարդը ինձ կալանավորել է անհիմն, 2 տարի 1 ամիս մնացել եմ կալանքի տակ, վերջում արդարացվել եմ հենց իր դատավորի կողմից։ Բայց այսօր ես նույնիսկ Սերժ Սարգսյանին չեմ կարող մեղադրեմ,
Որտեվ այդ մարդն էլ է, եթե ես գտնում եմ, որ ես ընդդիմություն եմ, պատասխանում եմ ձեր հարցին, արդյոք ես ընդդիմություն եմ, թե չէ, այո ընդդիմություն եմ, այն աստիճանի, որ նույնիսկ իմ նախկին ինձ վնասած, իմ ընտանիքին վնասած անձանց հասցեին որևիցե վատ բան չեմ ասում այս նախընտրական փուլում։ Որտեղ նրանց վիրավորելը, նրանց կպնելը, դա իշխանության ջրաղացին ջուր լցնելն է։ Եվ հիմա այսօր ես հայտարարում եմ ցանկացած ընդդիմադիր գործիչ, որ սկսի քննադատել մեկ այլ ընդդիմադիր գործիչին, քանի որ իր պատկերացմամբ ինքը ընդդիմություն չի, ինքը ջուր է լցնում գործող իշխանության ջրաղացին։ Եթե նկատեցիք նույնիսկ Մայ Հայաստանի հետ կապված, անկախ իրանց բոլոր վիրավորանքներից, որ հնչեցրել են մեր հասցեին, ես որևիցե սահման չեմ ասնում, որևիցե գիծ չեմ ասնում, առավելևս իրենց չեմ մեղադրում, որ իրանք ընդդիմադիր չեն։ Պարոն Գալստյան, եթե փաստորեն ամփոփենք, արդեն երրորդ անգամ էր, որ նիստին մասնակցում եք, հեռահար նկատում եք այդ ամենը, թե պետք է մոտիկից լինեք, մոտ լինեք։ Հեռահար երևում էր, անկեղծ ասած, ինձ թվում էր, ես մեր տղաների հետ շատ էի խոսում, ինձ թվում էր, որ լավ, կարող է որոշակի կոմունիկացիաներով մեր տղաները չեն կարողանում դա ջահել են։ Այսինքն ձեզ թվում էր, որ ձեր ներկայությունը, ձեր միջամտությունը հնարավոր է իրավիճակի։ Չէ, էլի ահագիտ համատացի չէ ներքև, բայց երբ որ ինքդ ես շփվում, հասկանում ես, որ այս մարդկանց մոտ ուղղակի մերժողականություն է։ Հիմա անվանական չեմ ասի նույնիսկ որ ֆրակցիան, հանձնաժողովներից մեկի ժամանակ գալիս են մտնում են 3 հոգով, ասում են մենք եկել ենք, ասենք որ ամեն ինչին դեմ ենք։ Դեմա նստած են բոլորը։ Օրակարգը բրծում եմ առաջ, մեջ 3 հատ մի հատ դպրոցի, 2 հատ բանկապարտեզի վերանորոգում են բերել, ուրիշ բան չեն բերել։ Ասում օրակարգը մի հատ նայ էլի։ Ասում ենք ծանոթ ենք։ Բայց այդ դեպքում ինչ եք մերժում դպրոցի մանկապարտեզը։ Դեմը ստորագրեցին, իրան գնացին։ Մյուս նիստին նեղացել են, ասում են դուք ասել եք, որ մենք մանկապարտեզներին դեմ ենք, ասում եմ տղեկ, բայց այն որ ձեզ բրծում է, ասում եմ այդ օրակարգը նայեք։ Այսինքն այս կողմից ինչ եկել է դեմ ենք։ Բայց այդ նույն տրամաբանությամբ հիմա գործող իշխանությունը հեծը զավթել է։ Ճիշտ է։ Գոնե թե իմ սկզբունքային համոզմունքով։ Հիմա այս լուսնել գալիս է հեծից։ Անջատի, խիսոք տվում։ Հացը մի առ։ Բենզին մի դրսը։ Դա չէ գործող իշխանության որոշակի թելով։ Գոնե այս լույսը միանշանակ։ Ես չգիտեմ, ես կարծում եմ գոնե ընտրություններին մոտալուտ այս թույնը աղմուկը կվերանա, մարկային խոսքը լսելի կլի, որովհետև մենք բոլոր քաղաքական գործիչներով, ընդդիմադիր առավելևս, մենք ունենք մի խնդիր հաղթանակը տոնելու իշխանափոխության, դա այն չքվարկող 55-60% մարդկանց տեղամաս բերելն է։ Բայց ես անցյալ անգամ էլ օրինակը բերեցի, նորից եմ բերում։ Շատ քիչ մարդ, երբ որ փողոցում 3 հոգի իրար խփում են եւ հայհոյում են վերջի բառերով, այսօրվա մեր իրականության մեջ շատ քիչ մարդ կմոտիկանա, կսկսի ինչ-որ մեկի կողմը կայել կամ բաժանել։ Մնացածը նայելու են, աշխատելու են հեռու մնան։ Հիմա իրան քաղաքական դաշտը սարքել են այդ փողոցի կռիվը։ Եվ ցանկացած մարդ, ասում է, կոպիտ ասած, այս ձիբիլյանոցի հետ չեմ ուզում որևիցե շփում ունենամ։ Ես չեմ ուզում դրան մասնակից լինեմ։ Չեմ ուզում վաղի հասցեին սկսեն վատ կոմենտներ գրել կամ այս անել կամ այն անել։ Ընդ որում նայեք, մի ժամանակ այդ ֆեյքային բանակը բան քաղաքացիական պայմանագրի մենաշնորհներ, իրանք են մտնում, իրանք են հայում։ Հիմա նույնը կատարվում է նաև այս դաշտում։ Նորից եմ ասում, ակնհայտ մարդուն ասում ես բոյկոտի արդյունքում մնալու է նույնը, բայց այս մարդիկ մնալու են անտուն, մարդիկ ես լսում, հա, մտնում են քվեարկության, հերախոսովեկանում թաքուն սկսում ասած խոսել, հանրային ձայնը ինչ արեց։ Նա բոյկոտեցին մնալու են նույն 160, այդ վաղտ ինչ էիր ասելու։ Այն մարդկանց ուղարկենք ձեր տուն։ Պարոն Գալստյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանրային ձայնկուսակցության նախագահ Արտակ Գալստյանը։ Պարոն Գալստյան, ամեն դեպքում տարին ենք ամփոփում տրանսպորտի հետ կապված, դուք ասացիք, որ նորից ծրագիր ունեք եւ նորից բերելու եք նախագիծը բերելու եք։ Կա հույս, որ նորից խոսվում է տրոլեյբուսների ավելացման հետ կապված, ընդ որում Դահաչապնյա կայարանի համար նախատեսված գումարներ 45 տրոլեյբուս են գնել։ Հույս որ այդ նախագիծը կանցնի, ոչ թե հույս, այլ իրական հնարավորություն կա, որովհետև ընդդիմությունը 33 հոգի է։ Բայց վստահ եք, որ կարողանաք բոլորին բերել դահլիճ եւ ես որպես հանրային ձայն կուսակցության նախագահ վստահաբար կարող եմ ասել, որ գոնե մեր 7 հոգին, ընդ որում 3 անկախացածներին նույնպես կխնդրենք, ոնց որ այս անգամ էին եկել, մարդիկ կգան, կքվեարկեն դեմ։ Կամ մեր նախագծին կողմ ասած։ Թե ինչ կանեն մեր մյուս ընդդիմադիր գործիչները, ես ուղղակի մեզ պարզ ասեմ, ես ինչու եմ սա առաջարկում, որովհետև սա այն միակ ձևն է, որ այդ բոյկոտ բառը վերանա։ Հիմա ստեղ էլ մեզ պիտի գան ասեն, չէ, եկեք բոյկոտենք ձեր նախագիծը, որ հանկարծ նա չանցնի։ Դե մենք տեսանք այդ բոյկոտը նաև տրանսպորտի թանկացման հետ կապված եւ տրոլեյբուսներում էին, մարդկանց հորդորում էին չվճարել ավտոբուսներում։ Շատ տեղին հիշացրեցիք, Մայր Հայաստան խմբակցությունը անցյալ տարի բերել էր նախագիծ տրանսպորտի գները փոփոխություն կատարել, գները իջացնել։ Հանրային ձայնը ամբողջ իր թիմով եկավ, մասնակցեց, այդ ժամանակ նույնպես իրանք քվորում չկարողացան ապահովել, որովհետեւ իրանցից մարդիկ չէին եկել։ Բայց վերջում չգիտես խի նորից դառա, որ հանրային ձայնը թանկացրեց։ Նույն իրավիճակը եղել է նաև գեմպլանի դեպքում, որ խայտարակ գեմպլանա, ինչ ճիշտ է, այն աստիճանի խայտարակ գեմպլանը, որ նույնիսկ քաղաքացիական պայմանագիրն է բողոքում։ Եկանք, պայմանավորվեցինք, որ այդի բոյկոտում ենք, որ չանցնի, որտեղ այն ժամանակ հələ գալիս են արտական նիստերին չէր մասնակցում։
Պայմանավորվեցինք հանրային ձայնը չբարձրացավ, Մայր Հայաստանը բարձրացավ, գեմպլանը անցկացրեց։ Հիմա վարկածի տեսանկյունից կարող եմ ասել, որտեղ եթե գեմպլանը չէր հաստատվում, որոշակի շինարարական կազմակերպությունները իրանց շինարարությունները եւ շինթույլտվությունները չէին կարողանում ստանալ։ Հիմա թե ովքեր են իրականացնում այդ շինարարությունները, կարծում եմ դա նույնպես հանրահայտ փաստ է։ Այնպես ինչպես էս վերջերս նորից կրկին անունը չտամ, չեմ ուզում ոչ մարդուն գովազդեմ, ոչ էլ հակառակը։ Վերջերս հեռուստացույցով նայում եմ, մեկը խոսում է, ասում է այս նոր իշխանությունները նախկին հարուստներին ավելի հարստացնում են, աղքատներին ավելի աղքատացնում են։ Այո, միանշանակ 100%-ով ճիշտ ասում, բայց ասողը նախկին իշխանության կարգավորում ներկայացուցիչներից մեկն է, նայում ասում, լավ ժողովուրդ։ Գոնե թե հասարակական ընկալման մեջ քաղաքացիական պայմանագրի կողմից լավ, ասենց ասեմ, նորաստեղծ օլիգարխը Նարեկ Նալբանդյանն է։ Այլ անուն համենայն դեպս գոնե չկա։ Այն մնացած բոլորը ձեր վաղտոց ստեղծածներն են։ Մոբից չեք ուզում։ Այն նույն պատճառով էլ անցավ գեմպլանը, որը իրոք խայտարակ է այնքան առումով, որտեղ այն մարդկանց հետ, որոնց հետ կապված խնդիրներ կար, որ մարդիկ դիմել էին դատարաններ իրանց հողերի գույքերի օրինականացման հետ կապված, սա միանգամից դարավ հանրային այգու տարածքներ, իսկ այն, որ ուզում էին օտարեն, սա էլ դարավ կառուցապատ։ Մայր Հայաստանը գնաց, քվեարկեց անցավ։ Հիմա, եթե վեկալում ենք հասարակական վտանգավորության, Երևան քաղաքին պատճառած վնասի, ժողովրդին պատճառած վնասի տեսանկյունից, Փոշու մասին ենք խոսում, հայկական հասանք փոշուն, սահմանային այս անցկացրած գեմպլանի վնասակար ազդեցությունը հասարակության եւ երևանցիների վրա 1000 անգամ ավելի բարձր է, քան թե կարմիր գծերը, իդեպ ինֆորմացիոն անկյուն տեղեկատվություն տամ ձեզ, 160,000 դրամից տարեկան փաթեթից օգտվում է ընդամենը 2000 քաղաքացի։ Այսինքն այս ամբողջ աղմուկը, որ իրանք բարձրացնում են, կարմիր կից կարմիր։ եւ կենտրոնն էին որոշել, որ թեթևացնեն այդպես։ Ընդամենը 2000 քաղաքացու մասին է։ Գեմպլանը ամբողջ Երևան քաղաքն է։ Այսքան որ իրանք ասում են, վայ քաղաքի փոշին, ընդ որում ընդդիմադիր գործընկերներն են անընդհատացում, հոտ, աղտոտվածություն, այդ ձեր վայրենի շինարարությունները, վայրենի տված շինթույլտվությունները, այդ ամբողջ ունի մի հատ հիմք, կոչվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ, որին հանրային ձայնը բոյկոտել է, չի գնացել, Մայր Հայաստանը գնացել է, անցկացրել է, որտեղ իրանց հետ աֆիլացված մարդկանց շինարարական հրապարակները կանգնելու էին։ Դա օրինական էր։ Դա մաքուր ընդդիմադիր քայլ էր, որ մարդիկ իրենց տներում նստած իրանց ունեցվածքը դարավ չգիտես ինչու մոնումենտի տարածք։ Մենք ունենք դες նախադեպ, որ մարդ ունի սեփական հող, առավոտ զարթնել է, գեմպլանով տեսել է, որ իր տունը կամ հողամասը գտնվում է հաղթանակ զբոսայգու Տարածքում։ Մենք հեռախոսազանգ ունենք, պարոն Գալստյան, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք, դուք եթերում եք։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեր հյուրին, Գալստյանին, ուրեմն խնդրում եմ երկու հարց ունեմ, երկուս էլ պարոն Գալստյանը պատասխանի։ Անցած հաղորդման ժամանակ ձեր հյուրը պատասխանեց իմ հարցին, ես արձագանքելու հնարավորություն չունեցա մեր 44-օրյա պատերազմում զոհվածների թվի մասին, որը որ ես ճշտած ասում եմ 3882, որը շատ ցավալի է, իսկ ինքը 5000 էր ասել, որը ավելի ցավալի է։ Չեք կարծում, որ մեր թշնամիներին ուրախացնելու այդ մեծ թիվը բոլոր դեպքում մեզ է նեղացնում։ Խնդրում եմ այդ հարցի պատասխանը եւ երկրորդ հարցս շատ ողջունեցիք Էդգոն Մարուկյանի որպես իրավաբան։ Արդյոք դուք լինելով իրավաբան ապացուցված չեք համարում եւ թողեն գյուլելու պահերը, որ ինչ-որ բաներ են օրինել, ավտոբուսների ածխիկների տակը ածխիկներ գցելով, յուղ լցնելով ու պաշտպանում է Էդմոն Մարուկյանը հենց այդ Բագրատ Գալստյանին եւ Աջաբանյանին, արդյոք կա մի երկիր, որ ահաբեկիչների պաշտպանողին լավ իրավաբան է կարծում։ Խնդրում եմ ձեր կարծիքը արձագանքելու ցանկությունը չունեմ։ Շնորհակալ ենք զանգի համար։ Նախորդ անգամ մեր հարգելի հեռուստադիտողի հարցին պատասխանել եմ զոհվածների թվի հետ կապված,
կրկնվեմ եւս մեկ անգամ։ Այս իշխանության մեջ սուտն ու կեղծիքը այն աստիճանի է, որ որևիցե թվի չեմ հավատում որևիցե մեղադրանքի։ Հենց որում չեմ հավատում դա ոչ թե լսելով, այլ իմ ընտանիքի անձնական սեփական գործով, քրեական եւ իմ հետ այս 3 տարվա ընթացքում շփված տարբեր կալանավորված անձանց գործերով, նաեւ իմ ամբողջ փաստաբանական, իրավաբանական պրակտիկայի ընթացքում։ Որևիցե խոսք, ես միջև էլ ասացի, որևիցե տեսանյութ, նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ այս իշխանության օրոք, ինչ չի կարող հիմնավորել այս մարդու մեղքը կամ անմեղությունը։ Ինչու եմ ասում 5, հիմա կարամ ավելի վատ բան ասեմ, բայց հեռուստադիտողը էլի կնեղանա, իսկ գուցե դրանից էլ ավելի շատ լինի, որտեվ չկա որևիցե հստակ տեղեկություն։ Հիմա նույն հաջողությամբ ինքը ասում է հստակ ճշտված 3800 հոգի մարդ։ Այդ հստակ տված տեղեկությունը որտեղից է։ Ընդ որում այդ թվերը տատանվում են, երբ մասունքներ են արդեն ինչ որտեղ։ Այդ թվերը ով է հրապարակում, իշխանությունը, որ իշխանությունը։ Այն իշխանությունը, որը այն իշխանությունը, որը խաղաղություն բերեց Հայաստանի Հանրապետությանը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը Եվ եթե արձանագրում ենք տարին մենք փաստորեն խաղաղության մեջ ենք տարին ավարտում, սահմաններին չեն կրակում։ 30 տարի մենք կարող ենք մինչև 2018 թիվը մենք ամեն տարի կարող ենք արձանագրենք, որ մենք խաղաղություն ունենք։ Պատերազմը կարող սկսի մեկ օրում։ 2014 թվականին, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը անեքսիայի ենթարկեց Ղրիմը, դրանից հետո ստորագրվեցին փաստաթղթեր, եկավ խաղաղություն։ 22 թվականին ընդամենը մեկ օրվա մեջ սկսվեց պատերազմ։ Լավ, դա այդ Խորանամ ավելի ներքև, սա էլ ասեմ, 1940 թվական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ։ Խաղաղություն էր։ Մի օրում չսկսեց։ Եթե դու ուզում ես կայուն խաղաղություն, դու պետք է ունենաս ամենակարևորը հզոր տնտեսություն, հզոր բանակ։ Այսօր հարցս բոլոր են, մենք ունենք հզոր բանակ, չունենք։ Ունենք հզոր տնտեսություն, չունենք։ Քանի այս երկուսը չունես, դու չես կարող խոսես խաղաղության մասին։ Նույնիսկ Շվեյցարիան, որ երբեք որևիցե մեկի չի պայքարել, ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, որտեղ ամբողջ ժողովուրդն է համարում, որ դա իր պարտականությունն է, ծառայությունն է։ Մենք քանի որ այս երկուսը չունենք, մենք չենք կարող խոսենք խաղաղության մասին, մեկ էլ երկրորդ հարցը։ Եվ երկրորդ հարցը խոսում եք Էդմոն Մարուկյանի մասին, իրավաբանի, ով ահաբեկիչների է փաստորեն պաշտպանում։ Պատասխանեցի Բագրատ Գալստանյանը եւ Միքայել Սրբազանը ահաբեկիչներ չեն իմ համոզմամբ։ Իսկ այդ տեսանյութերը, ձայնագրությունները, այդ մեքենաների անիվների տակ աստղիկներ դնել, մի խոսքով այն ինչ որ լսել է հանրությունը, ձեզ համար նորից համարվում է այն ինչ որ իրան ցույց են տվել, օրինակը բերում եմ նորից իմ քրեական գործից։ Հրապարակել էին ամբողջ իշխանական եւ ընդդեմ նաեւ ընդդիմադիր մամուլը, որ ես ունեմ 160 հատ անշարժ գույք, 60 հատ ավտոմեքենա։ Ես գիտեմ, որ ես չունեմ։ Ամենահետաքրքիրը որն է, որ ինձ մեղադրում են շորթում, այսինքն բռնագանձում պահանջող հոդվածներով։ Հայտարարում են, որ Գալստյան Արտակը ունի համեկից բռնած միջև ցիվիկայեն, որ 160 հատ տուն ունեմ, հասցեներ են ինչ-որ գրում, 60 հատ ավտոմեքենա ունեմ, բայց քրեական գործը գրում են դատան առանց Արտակ Գալստյանի գույքերի վրա կալանք դնելու, որովհետև չկա տես գույքեր։ Չկա եւ չի եղել։ Հիմա ես սա տենալուց հետո ոնց հավատամ նրան, ինչ որ ասում են Բագրատ Գալստանյանի մասին։ Պարքասու երկուս հետ էլ շփվել եմ եւ օպերատիվ փորձոս եւ փաստաբանական փորձոս գոնեթը վստահաբար կարամ ասեմ, որ երկուսն էլ տերորիստներ չեն։ Իսկ մնացածը ցանկացած խոսք ոնց ուզենաս կարաս ձևափոխես։ Մանավանդ տեսարված կրկնում եմ նանոտեխնոլոգիաների ժամանակ։ Միանշանակ վստահաբար կարող եմ ասել, նույնը միտեղ հայտարարեցի նաև մեկի եթերի ժամանակ երկուսն էլ քաղբանտարկյալներ են։ Եվ այդ քաղբանտարկյալների հարցը ինչպես պետք է լուծվի։ Ու կարծում եմ իշխանապողությունը։ Եվ պարոն Գալստանյան, քանի որ մեզ մնացել է 4 րոպե ժամանակ, կներեք, պարոն Գալստյան, մեզ մնացել է 4 րոպե ժամանակ, ինչպես է ավարտվելու պետություն եկեղեցի այս թնջուկը։ Նայեք, իշխանությունը ունի աշխարհի կային գործիքակազմը, որ ընդհանուր միջև կարա ներին իշ Տեր Աստված պայթաստի մայր աթոռ։
Գլոբալ իմաստով վերջնական արդյունքով ես վերջերս հրապարակում եմ արել, ոչ մեկ չի կարող Աստծո դեմ դուրս գալ եւ մնալ անպատիժ։ Սա սպառնալիք չի, ընդհանրապես նորից եմ ասում։ Եթե մարդիկ խոսում են հավատից, իրանք նաեւ պետք է վստահաբար հավատան Տիրոջ դատաստանին։ Երբ որ մեր ժամանակը գա բարձրացանք այնտեղ մեզ ընդհանրապես երկու բան են ասելու։ Ամենայն դեպս գոնե գիրը գրականությունը ավետարանը դրա մասին է խոսում, որ հայրը իր որդուց խոնարհումը պահանջում, տիրակալը հնազանդություն է պահանջում, բայց քո հոգու տերը դու ես։ Երբ որ բարձրանում ես վերև կանգնում ես դատաստանի առաջ, դու չես կարող ասել, որ քեզ հրամայել են, որ դու սա անես։ Քո հոգու պատասխանը տալու ես դու։ Վստահաբար կարող եմ ասել, նորից եմ ասում, ես չեմ արդարացնում ոչ եկեղեցուն, ոչ իշխանությանը, բայց այս գործընթացը, որ գնում է ընդ որում այն մարկանցով, ովքեր որ որևիցե գրեթե առնչություն չունեն հայ առաքելական եկեղեցու եւ մեր հավատի հետ, սրա հետևանքները կազմակերպիչների եւ իրագործողների համար լինելու է բավականին ծանր, եթե ոչ այս կյանքում, գոնե թե այն կյանքում դա միանշանակ է։ Լավագույն ապացույցը խոսքերից նա էր, որ Սուրբ Սարգսի պատարագի ժամանակ մոտավորապես մի 150 հոգի մարդ կային եկեղեցու ներսում, մեկ հատ մոմ չի վառվել։ Եթե քիչ թե շատ խորացած լինեք այդ աղանդավորականների մեջ, այդ մոմ եկեղեցու մոմ չվառելը դա հենց աղանդի դիրքորոշումն է եկեղեցին։ Գյումրի մեր չվառվեց, որտեղ մոմերը հավաքել էին։ Սուրբ Սարգիսում ոչ, մի մոռացեք, Սուրբ Սարգիսը Կճոյանի տիրույթն էր։ Գյումրին ընդունեցինք Միքայել Աչապյանյանի։ Եթե Կճոյանը նշանակում ամեն ինչ նախապատրաստված է եղել։ Մոմերը դրած է եղել, վառող չի եղել։ Սուրբ Սարգիսը Արարատյան թեմում է։ Մոմերը դրած է եղել, վառող չի եղել։ Գյումրիում ընդհակառակը հավաքել են, որ դուք արժանի չեք վառելու։ Երկու տարբեր բան եմ ասում, ես ասում եմ մարդիկ մտել են ու մոմ չեն վառել։ Ընդ որում նաև հանրային կադրեր են, որ կյանքի խոսքի ղեկավարությունը այնտեղ ինչքան աղանդավորներ, որ չեն թաքցնում։ Ամեն դեպքում լուծումը որը պետք է լինի։ Երբ պետք է ավարտվի այս ամենը։ Ես կարծում եմ Աստված կհանգուցալուծի ինքը իրանով։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Գալստյան, այսօրվա հաղորդման համար հարցերը շատ են, մեր ժամանակը քիչ։ Հաջորդ տարի կհանդիպենք եւ հաջորդ տարին կարծես թե ավելի բուռն է լինելու, որտեղ նախընտրական շրջան է լինելու, իրադարձություններ, զարգացումներ կլինեն։ Ինչ է լինի պատրաստ։ Կխոսենք, կքննարկենք, կներկայացնենք եւ Աստված որ ամենաառաջի հերթին լինի խաղաղություն եւ դրանից հետո եւ ինչու ոչ 2026 թվականին մեր հանրության մեջ լինի այդ հանդուրժողականությունը, իրար ատելու, իրար վիրավորելու այդ հայրենիքը։ Խաղաղության սկիզբն էլ է հանդուրժողականությունը, որտեղ խաղաղությունը հանդուրժողականությունը տալիս է միասնականություն, միասնականությունը տալիս է ազգի հզորացում, ուժ, այդ ուժն էլ ապահովում է խաղաղություն։ Դու Թողից ոչ մեկ չի կարող համոզել, որ պարակտված հասարակությունը, որ առավոտը մտնում ես, տեսնում ես համացանցով իրար ինչ վերջի հայրանքներն են տալիս, այս հասարակությունը արժանի է խաղաղության, այս հասարակությունը ընդհանրապես արժանա լինելու կոտորածի հակառակորդների կողմից, որ նստած ուրախանում են։ Մեր հեռուստադիտողը հարցնում է, ասում է, դուք այդ թիվն ասում եք, այնտեղ ուրախանում են։ Բայց ոնց չասես, բա պատկերացեք ինչքան են ուրախանում այնտեղ, երբ որ տենում են ոնց է հայկական ներքին զորքերը գրողում մայր տաճարը։ Շնորհակալություն պարոն Գալստյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։